Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ազգային ժողովրդավարական ԲՎ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Պապյանն է։ Շնորհակալ եմ պարոն Պապյան մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Պապյան, իշխանությունները ինչ տեղեկատվության են տիրապետում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, որ ասում են, եթե մենք ամռանը չընտրվենք, ԿՊ-ն չընտրվի, ապա սեպտեմբերին լայնածավալ պատերազմ է լինելու։ Ով է տեղեկությունը փոխանցել, գուցե պայմանավորվածություն կա ինչ-որ, որն է ձեր տեսակետը։ Իմ տեսակետն այն է, որ սա պարզապես սպառնալիք է ժողովրդի հասցեին եւ հակասում է անգամ մի 2 ամիս առաջ իշխանությունների տարածվող այն տեսակետին, այն իբր ճակերտավոր նվաճում, որ խաղաղություն է հաստատվել։ Հիմա հարց առաջանում, հաստատվել է թե չի հաստատվել։ Եթե խաղաղությունը կախված է բարեհաճությունից թշնամուց, ապա դա խաղաղություն չի, դա գործարք է թշնամու հետ։ Եվ արդյոք այստեղ հենց սա է հարցը, ինչ է նշանակում, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի։ Պատերազմ նշանակում է պիտի ենթադրում ենք, որ Ադրբեջանը պիտի լինի եւ ոչ թե ասենք Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Ինչու պիտի հարձակվի։ Բա ասում ենք մենք թրիպ ենք բերել, թրիպը երաշխավորելու է անկախությունը։ Իդեպ թրիպի հետ կապված էլ ասում են, եթե մենք չընտրվենք, էլի թրիպն է չի լինելու։ Ստացվում է բոլոր պայմանավորվածությունները, այսպես համագործակցությունները ոչ թե պետության, Հայաստանի պետության կառավարության հետ են, այլ կոնկրետ անձանց հետ են։ Ու եթե իրանք չլինեն, ոչ մի ծրագիր չի իրականացվելու։ Թե ինչպես իրենք են ասում, Եմենը այստեղից դուրս գալու, թրիփը չլինելու, մի հատ էլ պատերազմը լինելու։ Բնականաբար այդպես չի, օրինակ ինչ վերաբերում է երկրի պաշտպանունակությանը, ես վստահ եմ, որ եթե իրանք չլինեն, երկրի պաշտպանունակությունը հաստատ շատ ավելի ամուր ու կայուն կլինի, չի լինի ներքին պառակտում, թրիպը այս վիճակում, եթե այն չպետք է շարունակվի Հայաստանի տարածքով, մեզ բնավ պետքական չէ, թրիպը միջանցքա ադրբեջանները իրար հետ կապող, մեզ ինչ, այս վիճակով։ Թրիպը կրկնում եմ իմաստ կունենա, եթե երասխով շարունակվի մինչև Գյումրի եւ Կարս, որը քիչ հավանական եմ համարում, որտեղ թուրքերը արդեն ըստ էության մերժել են դա եւ կառուցում են Իգդիր Կարս երկաթուղին։ Թրիպը այստեղ մի խնդիր չի։ Մյուսը 8 տարի շարունակ իրենք խոսել են արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման, ոչինչ չեն արել։ Հետևաբար, եթե իրենք չլինեն, ես վստահ եմ, որ կարելի կլինի նույն արևմուտքի հետ, այսինքն թրիպի շարունակություն կամ այլ ծրագրեր, մասնավորապես Իրան-Հայաստան-Վրաստան այդ ճանապարհը Իրանում իշխանափոխության պարագային շատ ավելի զարգացնել։ Պարոն Պապյան, թրիպի հետ կապված կխոսենք, հա, մի փոքր ավելի ուշ։ Հիմա սա հասարակությանը այսպես հասարակության վրա ներգործություն, ինչ որ սպառնալիքներ են, թե իրոք հնարավոր է ինչ որ տեղեկատվության են տիրապետում իրենք, որտեվ մի անգամ չեն ասում, այսպես անդադ նույն թեզը կրկնում են։ Կրկնում են, որտեվ իրենց մոտ սովորություն է Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, պիտի բոլորը կրկնեն, անկախ թե ինքը ինչ է ասում, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը լրիվ հակառակն ասեց, էլի կրկնելու են։ Ոչ, դա տեղեկություն չի այն առումով, որ հստակ սեպտեմբերի վրա, պարզապես հարցը հետևյալն է։ Իրենց մտայնությունը այսպես է, որ մենք ենք այդ բարեհաճությունը գնում Ալիևից վճարելով Հայաստանի շահերով, հաջորդ իշխանությունը չի լինելու այդքան ստորակարճ այս բառը օգտագործենք, հետեւաբար կբերի պատերազմի, բայց գիտեք, հայտնի Չարիվերջի պատմություն, երբ որ դուք զավակներով վճարում ես, որ աղվեսը կացինը չբերի եւ չկտրի ծառը, այդ զավակներից մի օր վերջանալու են, դու անդադ չես կարող վճարես։ Նույնը Հայաստանի շահերի մասին։ Փրկագին չի ունենալու Հայաստանը։ Մենք ասել ենք, հիմա էլ ենք կրկնում, որ սա այն ինչ որ իրանք ասում են խաղաղություն, սա խաղաղություն չի, որտեղ խաղաղությունը մեն ռազմաքաղաքական հավասարակշռության վրա է խարսխված, իսկ այն ինչ որ բարեհաճության վրա է, դա այնքան է, քանի դու կարող ես այդ բարեհաճությունը գնել, բայց հաշվի առնելով որ օրստորե Ադրբեջանի կողմից աճում են պահանջները եւ գալու է մի պահ, որ հնարավոր չի լինելու այդ պահանջները բավարարել, մասնավորապես հենց նույն այն ինչ որ իրենք շատ խոսում են արևմտյան Ադրբեջան հայեցակարգով 100,000-ավոր ադրբեջանցիներ բերել այստեղ տեղակայել, տեղավորել, իրենց համար մսկիթներ կառուցել, իրենց անվտանգությունը ապահովել, դա հնարավոր չի լինելու, դա լինելու է կազուս բելի, այսինքն պատերազմի պատրվակ եւ լինելու է։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը դա բացատրելու է, որ ես չեմ այդ պատճառով, բայց ընդհակառակը հենց այս քաղաքականությունն է։ Ինքը
20 թվականից առ այսօր գոնե 6 տարի ժամանակ ուներ բանակը վերակազմավորելու, մենք դա չտեսանք։ Բայց իրենք ասում են մենք տեսեք ինչ նախագծեր ենք իրականացվում բանակի հետ կապված, զենք ենք ձեռք բերում տարբեր երկրներից։ Ընդ որում այսպիսի մի թեզ էին առաջ տանում, ասում են մեզ տարիներ շարունակ այլ երկրները միայն նրա համար որ ՀԱՊԿ-ին անդամակցել ենք, մեզ զենք չեն վաճառել, իսկ հիմա քանի որ մենք այսպես բալանսավորված քաղաքականություն ենք վարում, մեզ անգամ ՆԱՏՕ անդամ երկրները զենք են տալիս։ Սուտ են ասում, անգամ ՆԱՏՕ անդամ երկրները մեզ զենք են վաճառել։ Ես 2 տարի գլխավորել եմ արտգործնախարարության անվտանգության համագործակցության վարչությունը, որի մեջ ես առանձին բաժին ունեի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, մենք սերտորեն համագործակցել ենք շատ ավելի բարձր կարգավիճակով, քան այսօր։ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան եւ Գերմանիան ոչ թե մեզ ծախել են, մեզ անվճար տվել են Միլան հակատանկային հրթիռներ այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը մոտ 1000 տանկ եւ զրահամեքենա ծախեց եւ դա եղել է։ ՆԱՏՕ-ի անդամները տվել են, խնդիրը կամ եղել է փողի պակասը կամ ոնց ասած մեծ խանդավառ ձգտում չէ։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, Իսրայելը ընդհանրապես խնդիր չունեցել։ Էլի ես արդեն իմ պաշտոնից դուրս կարգավիճակով Իսրայելը մեկն է, բանակցել եմ մարդկանց հետ, իրանք խնդիր չեն ունեցել։ 1.5 միլիարդ դոլարի զենք պատրաստ են մեզ վաճառելու մինչև Ադրբեջանը, այդ թվում նաև դրոնները։ Պարոն Պապյան, այսօր իշխանությունները այսպիսի քաղաքականություն են վարում, իրենք ասում են, որ այն մենք տարիներ շարունակ խոսել ենք Արցախ, խոսել ենք մեր անկախության հռչակագրի մասին, իրականում սրանք մեզ հետ են պահել զարգացման ուղուց, հիմա ավելին ասում են, որ նոր սահմանադրությունը, որը տեքստը շուտով արդեն կլինի, ինչպես իրենք են խոստացել, այնտեղ հղում չի լինելու անկախության հռչակագրին, քանի որ դա իրենց խոսքով կոնֆլիկտի հռչակագիր է։ Ու առհասարակ ասում են, երբ որ մենք խոսում ենք Արցախի մասին, անկախության հռչակագրի մասին, այդպես հիմք ենք տալի, որպեսզի հայելային կերպով Ադրբեջանում էլ խոսեն արևմտյան, այսպես Ադրբեջանի մասին, վերադարձի մասին, այսպեսի համեմատականներ են տանում, ասում են, որ Արցախը առհասարակ անկախության հռչակագիրը մեր վտանգ է, մի նոր պատերազմ է բերելու։ Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ մի 2 տարի առաջ նույն իշխանությունը ասում էր, որ եթե իրենք պահանջում են, որ մեր սահմանադրությունը փոխենք, հանենք հղումը անկախության հռչակագրի, իրանք եւս պիտի փոխեն, քանի որ իրենց անկախության հռչակագրի մեջ կան ձևակերպումներ, որ Զանգեզուրը, Վայոց-Ձորի մի մասը իրենցն է։ Սա մեկ։ Այսինքն ուր մկորավ այդ պահանջը, եթե իրենք դուք ասում եք կա, իրենք չեն փոխել։ Մյուսը նաև որ դե լավ, այսօր չենք խոսում։ Դուք թույլ չեք տալի, որ մարդիկ Արցախի մասին խոսան։ Բա ինչու են իրենք շարունակում խոսալ արևմտյան Ադրբեջանի մասին։ Այ եթե դա լիներ զուգահեռ։ Դե ստացվում է մենք ենք հիմք տվել, Հայաստանը բայց հիմքը տվել ենք, հիմա չենք տալիս, չէ՞։ Իրենք ասում են, այ եթե մենք խոսանք, իրենք էլ խոսան։ Չենք խոսում, դե թող դադարեցնեն։ Յուրաքանչյուր օր դա բաներն հաշվարկներն ցույց տվեցին, որ վերջին 100 օրվա ընթացքում ադրբեջանական պաշտոնական լրատվությունը ավելի քան 100-130 քանի հրապարակում է արել արևմտյան Ադրբեջանի մասին եւ այդտեղ անգամ խոսքը չի գնում զուտ այն առումով, որ վերադառնան ապրեն Հայաստանում, չէ։ Պիտի վերադարձնենք մեր պատմական հողերը։ Նայեք, այս ամբողջ ամեն ձև կարելի է ներկայացնել, բայց երբ որ մենք չենք տեսնում Ադրբեջանի ներսում համարժեք փոփոխություններ, վստահաբար կարող ենք ասել, որ իրենք ընդհակառակը ոգևորվում են այս մեր զսպվածությունից։ Պարոն Պապյան, իսկ անկախության հռչակագիրը փաստորեն եթե հաջողվի հանրաքվեի միջոցով անցկացնել, այլևս չի լինելու, որ այսպես մեր պետության, հիմքն է, այսպես անձնագիրն է կարելի ասել, նոր սահմանադրության մեջ այն բացակայելու է։ Սա ինչ հետևանքներ է ունենալու արդեն մեր հետագա ընթացքի վրա։ Գիտեք, մի քիչ անհետեթ իրավիճակ է, որովհետև անկախ նրանից դու քո անձնագրի մեջ ինչ կգրես, քո ծննդականը մնում է անփոփոխ, չէ՞։ Հիմա այդ փաստաթուղթը մեր պետության ծննդականն է։ Հիմա դու որ հղում հանում ես, միևնույն այդ փաստաթուղթը այնտեղ կա։ Հետևաբար, երբ որ մենք համատում ենք նաև այլ երկրների անկախության հռչակագրի հետ, որոնք 100-ամյակներ առաջ են հաճախ եղել 19-րդ դարում, 18-րդ դարում, գիտեք, այնպիսի բաներ կա, այնպիսի հղումներ կա, այնպիսի սահմանների մասին են խոսում, բան, որ այսօրվա իրականության հետ կապ չունի, բայց որևէ մեկը չի փոխում, որևէ մեկը հղումը չի անում, դա շատ բնական երևույթ է։ Հետևաբար իբր այդ պատրվակով մեր հարաբերությունները բացատրել կոնֆլիկտի հռչակագիր ինչպես ասեցին։ Նիկոլ Փաշինյանը որ խոսում էր, ես հիշում եմ, ինքը սկզբից այն էր, որ իբր թե Արցախն է պատճառը,
Այ որ Արցախը չլինի, չի լինի պատճառը։ Հետո բերեցին 18 Հիմա ասում են սահմանադրություն։ 18 կետ սահմանադրություն 18-ից դուրս է։ Մենք արդեն մոռացանք, որ այդ 18 կետը, որոնք այսպես ասած իբրտե խաղաղության պայմանագրի կետերն են, այնտեղ մի 3-4-ը կար, որ իրանք ասում են, չէ, մենք երբեք սա չենք ընդունի։ Սա արդեն 18-ից դուրս պահանջներն է, եւ ելի են լինելու պահանջներ, սա է հարցը։ Սա անվերջ նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, եթե ես իմանամ որտեղ է այդ զիջումի վերջը, ուրիշ բան, ես չգիտեմ։ Դա իր խոսքերն է։ Եվ որևէ մեկը չգիտի։ Իսկ այն որ Ալիևի եւ Թուրքիայի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է, դա միանշանակ է։ Եվ այստեղ կա մի սկզբունքային սխալ, որ անում է քաղաքացիական պայմանագիրը, չէ, սխալ ասեցի։ Որտեղ քաղաքացիական Նիկոլ Փաշինյան, որտեղ քաղաքացիական պայմանագիր չկա նման կուսակցություն։ Կա Նիկոլ Փաշինյան, իր նազիր վեզիրներով ոնց ուզում են այնպես էլ անում են։ Թող որևէ մեկ չասի, որ դա կուսակցություն է, որտեղ կուսակցության ներսում լինում է բանավեճներ, քննարկումներ։ Իրենք ասում են մերպես ժողովրդավար թափանցիկ տեսել եք կուսակցություն, անգամ մեր ներքին ընտրությունները ուղիղ եթերում տալիս ենք բանավեճեր։ Այո, բայց դա ընտրություններ չէր, դա էլի Նիկոլ Փաշինյանի կամքի թելադրանք էր, ոնց ուզում են, ասենք ով որ Նիկոլի հետ մոտ էր, նա էլ անցավ եւ այդ ծեվա։ Մենք տեսել ենք 18 թվականի իրենց թիմը եւ 21-ի, ով որ քիչ գովաց Նիկոլի չանցավ լինել, հիմա սա է։ Չէ, խնդիրն այն է, որ չկա այդ ժողովրդավարությունը, բայց դա դնենք մի կողմ իրանց այդ կուսակցություն։ Նիկոլ Փաշինյանի սխալը հետեւյալն է, որ ինքը կարծում է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքականությունը մեր նկատմամբ Հայաստանի Հանրապետության ձևավորվում է մեր քաղաքականությամբ կամ անգամ մինչև ցածր ասել խոսույթի հիման վրա իրենց նկատմամբ։ Բնավ այդպես չի։ Իրենք առաջնորդվում են իրենց ազգային պետական շահով։ Իրենց ազգային պետական շահը նա է, որ իրենք պիտի անխափան հնարավորինս, արդեն անխափանը ստացան միջանցքը, բայց հնարավորինս լայն կապ ունենան եւ նաեւ պիտի այն հնարավոր բոլոր վտանգները չեզոքացնեն։ Հիմա դա միջանցք է, թե իսկապես թրիփ նախագիծ է։ Դա միջանցք է։ Ամերիկայի մասնակցությամբ։ Այո, Ամերիկայի մասնակցությամբ։ Չէ, բայց ի վերջո Ամերիկայի չի, մենք չգիտենք։ Դա Ամերիկա էլ չէ, դա մի ընկերություն է, որի մասնավոր ընկերություն է, որի 74% այսօր պատկանում է ամերիկյան ընկերության, կոչվում է Trip Development Company, որը իրավունք ունի իր բաժնետոմսերը վաճառելու կամ նվիրելու, թե վերջը ում է նվիրելու եւ ծախելու, մենք դա էլ չգիտենք։ Իսկ սես Իմ կարծիքով այդտեղ Ադրբեջանն է մաս կազմելու, որովհետև ամերիկյան BlackRock ընկերությունը, որ ամենամեծ ներդրումային կազմակերպություններից մեկը բանակցություններ է վարել եւ վարում է Բաքվում, նրանց ֆինանսները ներքաշելու, այսինքն խնդիրը կարող է բացահայտ չլինի, բայց օֆշորային ընկերության միջոցով, այսինքն դա լինելու է իմ կարծիքով ի վերջո, այս լինելու է Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը։ Հիմա Պապյան չի ստացվում, որ այս թրիփ նախագծից շահելու են միայն Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ամերիկան, իսկ Հայաստանը այսպես դատարկաձեռն։ Ես ասեցի, եթե այս ճանապարհը շարունակություն չունենա երասխով դեպի Գյումրի եւ Կարս, արդեն ասել եմ, շահելու է միայն Ադրբեջանը եւ մյուսները։ Անկամ բանն էլ շահ չունի Ամերիկան շատ, զուտ այդպես ասած իր ներկայությունն է, այն էլ հիմա Այ այդ է ուզում հարցնել, ես նոր պայմաններում տարածաշրջան Իրան Միացյալ Նահանգներ որքանով է կենսունակ թրիփը։ Կենսունակ չի։ Այ եթե Իրանում եղավ իշխանափոխություն եւ Իրանում եկան արևմտամետ ուժեր, այդ դեպքում այս թրիփը կորցնում է եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար իր կարեւորությունը։ Սա մնում է միայն ադրբեջանական միջանցք, բայց անգամ այս դեպքում եթե 2.8 միլիարդ դոլար Թուրքիան վարկ վերցրած չլներ կառուցելու Նախիջևան Իգդիր Կարս երկաթուղին, մենք կարող ենք մտածել, որ ինչ որ մի ժամանակ կարող է սկսեն օգտագործել երասխ Գյումրի հատվածը, բայց մարդիկ արդեն սկսել են օգոստոսի 24-25-ից անցյալ տարվանից, այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, 10-ին ստորագրվեց թրիփի հարցը, 2 շաբաթ հետո իրանք սկսեցին շինարարությունը արդեն դա կառուցելու։ Եվ դա տնտեսապես շահավետ չի 2.8 միլիարդ ծախսել, բայց սա հենց ցույց է տալի, որ իրանք որևէ ցանկություն չունեն համագործակցության գնալ Հայաստանի հետ։ Հետաքրքրվածություն չունեն։ Չունեն, իրանց համար Հայաստանը պետք է պահել մեկուսացման մեջ, Հայաստանին խեղճացնել, դատարկել եւ հարմար պահին պարզապես կուլ տալ։ Հիմա հետագա այս
ապագան թրիփի ինչպես եք տեսնում, այս նոր իրողություններում տարածաշրջանային։ Դե բանակցությունները կշարունակեն ամերիկացիք այդ ֆինանսների ներգրավելու առումով, շատ մեծ ֆինանսներ չեն, այդտեղ 200 միլիոնի խնդիր, այնպես որ ասում են միլիարդների շահույթ։ Նախ ասեմ, Հայաստանը տնտեսապես այս վիճակում թրիփից տարեկան ունեցնելու է 2-ից 3 միլիոն դոլար շահույթ։ Շահույթը չէ, եկամուտ, թե տակի ինչ կմնա, այդ էլ չգնա։ Այդ ալնելու, այդ սա հեքիաթները որ պատմեն, մենք գներ եկավ։ Ասում են հետագայում տարեց տարի այդ Հայաստանի մասնաբաժինը բարձրանալու է 24-ից։ Ոնց է բարձրանալու։ Դե հիմա 24 ու 49 տարի հետո դու կարող ես բան անես, հա, այն ասենք ինչեւ 51% հասցնես, բայց 49 տարի հետո տեսեք էլ 40 տարի մեկ նույն ձևի դու պիտի փող ունենաս այդ ամբողջը առնելու, բա ինչ է ստալի որ վաղնել առնես, այդ չտա իր, այսինքն էս հասկանալի չէ այս ամբողջի իմաստը, նայեք, սա հերթական զիջումն էր Ադրբեջանին, պարզապես սրա դիմաց մեր միակ շահացը տնտեսական չի, միակ շահացը եղել է զինադադար 2-ից 3 տարով, այսինքն մենք տվել ենք սա Ադրբեջանին, որպեսզի ստանանք Թրամփի բարեհաճությունը իր սեփական անունի համար, այսինքն մենք եւս ես խաղաղություն բերեցի 8-րդ, 9-րդ, այսինքն խաղաղություն եւ այլն, որ ինքը կզսպի Ալիևին։ Բայց այն որ սկսել է բանը խոսալ Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին, այդ նշանակում է, իր ամբողջ խոստումները ինքն է ջրում։ Եվ ոնց ասած, այն թրիպների մասին Թրամփն էլ պիտի լսի։ Պարոն Թրամփ, ուրեմն ասում են, որ այս ձեր երաշխիքը բանի պետք չի։ Չեք ուզում մի հատ միջամտեք ասեք, որ պետքա թե պետք չի, որտեվ եթե դուք ասում եք խաղաղություն են բերել եւ այդ խաղաղությունը սեպտեմբերին չի լինելու, ուրեմն դուք խափել եք։ Իսկ եթե խափում է Նիկոլ Փաշինյանը, իրան ասեք թող չխափի էլի։ Հերիք եղավ։ Պարոն Պապյան, քանի որ ընտրություններին բան չմնաց, այսպես ասած, մի քիչ խոսենք, հա, սպասվող ընտրությունների մասին, նախ ուզում եմ իմանալ ձեր ուժը ինչ որոշում ունի, մասնակցելու եք թե ոչ, օրինակ քաղաքացիական պայմանագիրը ասում է, որ մենք ակնկալիքներ ունենք 65%-ի, ինչպիսի պատկեր եք ակնկալում ընտրությունները։ Մենք դեռ վերջնական որոշում չունենք, որոշումը առնվազն մի քանի, առնվազն 3 կարևորագույն հանգամանքից է կախված, քննարկում ենք, տեսնենք եւ դա կասենք դրա վերաբերյալ։ Այն ինչ որ խոսում են, ասենք իբր թե 2/3 քվե եւ այլն սահմանադրական մեծամասնություն, դա իրատեսական չի։ Կարող է քաղաքացիական պայմանագիրը իր ֆինանսական, իր հատկապես վարչական, իր զանազան այսպես ռեպրեսիվ միջոցներով հավաքել 30-35% ամենաշատը։ Սա ամենաշատը կարող է հավաքի, բայց ինքը կփորձի իր հետ իր արբանյակ 1-2 կուսակցություն, մեկին ազգայինի անվան տակ, մյուսին արևմտամետի անվան տակ խորհրդարան անցկացնի, որպեսզի ուժային ինչ փոփոխություններ կլինեն կուսակցական նոր խորհրդարանում։ Շատերը օրինակ ասում են, որ Հայաստան դաշինքը այսպես անգամ մտնելու խնդիր ունի խորհրդարան։ Գուցե, այստեղ Հայաստան դաշինքը չի ընդդիմության, իմ կարծիքով ընդդիմության հիմնական հավակնորդը Հայաստան դաշինքը չի, հիմնական հավակնորդը այդ Հզոր Հայաստանն է։ Ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան, Հզոր ավելի ճիշտ է տվյալում, բայց ուժեղ Հայաստան, նա որովհետև ի վերջո մենք գիտենք էլի, որ ժողովրդի վերաբերմունք, այսպես ասած նախկինների եւ այլն այդ ամբողջ հարցը։ Եվ կան բազմաթիվ այդ ուժեր։ Հիմա մենք, եթե անգամ որ մենք էլ մասնակցենք, մենք պիտի փորձենք մեր խնդիրը խորհրդարան մտնելը, այսինքն եւ խորհրդարանում տեղ ունենալը, բայց մենք իրատես ենք, էլի, մենք հաստատ ճիշտ է, որոշ նոր ուժեր կա, որ առանձնապես բան չեն ասում են, մենք կմտնենք, չգիտեմ, իշխանություն կձևավորենք, չէ։ Իսկ դաշինքի վերաբերյալ քննարկումներ այս պահին կան։ Մենք դե ինչ որ դաշինքի կոալիցիոն այսպես մասնակցություն։ Չեմ կարծում, չէ։ Եթե մասնակցեք առանձին։ Այո, եթե ամենայն հավանականությամբ վերջնական չունենք, բայց իմաստ չեմ տեսնում, այսինքն որևէ դաշինքի։ Իսկ որ դեպքում հնարավոր կլինի թույլ չտալ գործող իշխանության վերարտադրությունը, դա հնարավոր է թե ոչ։ Այո, հնարավոր է, դա այն է, որ երկրորդ, երրորդ եւ եթե ասենք չորրորդ այդ ուժերը, այսինքն եթե 4-ը կուսակցություն կամ դաշինք անցնի խորհրդարան, այդ երեքը այսինքն միավորվեն, չգիտեմ, մեկի դեմ եւ այլն։ Այսինքն հետընտրական։
Հա, հետընտրական, այսինքն ով որ անցավ, այսինքն լինի կոալիցիոն կառավարություն, բարձ ասած։ Եվ ամեն դեպքում ես կարծում եմ կոալիցիոն կառավարություն լինելու, անկախ թե ով կա աղտիկը, ես չեմ տեսնում, որ ոչ թե 2/3, այլ 50%։ Բայց իշխանությունը շատ վստահ են ԿՊ-ն։ Իշխանությունը վստահ ասում էր, այ 1-2 տարի հետո ես ցելոֆանի տոպրակները, թղթի տոպրակների կփոխեմ, անցել է 5 տարի, անգամ Դե սա իրանց իշխանության հարցն է։ Իմ ասածը, եթե տարական հարցերը չեն կարողանում մարդիկ լուծեն, այ այսօր առավոտյան ես էլի տեղ պիտի գնայի, պատրաստվում էի սափրվեի, լույսը կտրեցին, հոսանքը կտրեցին։ Սա արդեն այս շաբաթ երրորդ դեպքն է։ Հիմա վերցել եք լավ կառավարվեք, չեք կարողանում լավ կառավարել։ Առաջ նման բաներ չկար։ Ես չգիտեմ, ես ասում եմ ինչ փորձից է, այսինքն ելնում ես այս մարդիկ չեն կարողանում կառավարեն, այս մարդկանց որևէ խոստում իրականության չեն կարացել ասեն։ Այն էլ որ ինչ որտեղ իրանք հաջողություն, օրինակ մարդկա ասում է, տեսեք չէ իրանք հա, հաջողության ասում քանդելու քայքայելու առումով։ Այն էլ այդ հաջողություն կա, որտեղ իրանք չեն քանդողն ու քայքայողը։ Ադրբեջանն, Թուրքիան, այլ ուժերը դրսից ոնց որ ասած դաղնում են, արդյունք է դա, բայց դա լավ արդյունք չի։ Որևէ բան ասենք այդ հայտնի ասֆալտի գովազդը, որ ասֆալտ տեսանք, մի հատ անձրև է գալիս սրբում տանում է այդ ասֆալտը կամ բանը, այդ դա խնդիրը ավելի, այսինքն եւ կա ֆունդամենտալ հիմնակարային սխալ, այսինքն աշխարհընկալման եւ կա նաեւ տակտիկական սխալ իրենց մոտ։ Պարոն Պապյան, նայեք, իշխանությունները համարվում են այսպես սիրելի թեկնածու, ոչ միայն այսպես, հա Թուրքիան է իրենց աջակցություն հայտնել, Ադրբեջանն է ասում, որ իրենք գործող իշխանության հետ Հայաստանի կարող են համագործակցել, նաեւ Եվրոպան, երբ որ ԱՄՆ փոխնախագահը Վենսը եկավ կրկին, այսինքն տարբեր աշխարհական կենտրոններ, ընդ որում ուժեղ մեծամասնությունը գործող իշխանության այսպես արած սատարում են։ Ու սա բնականաբար նաև իր ազդեցությունն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Հարցը որն է, ինչու է սատարում։ Այո, ինչու է սատարում ու կարող ենք ասել, որ այսպես ասած ԱՄՆ-ի, Եվրոպայի սրտի թեկնածուն է ԿՊ-ն, իրենց նախընտրելի ուժն է։ Ցանկացած արտաքին ուժի համար ցանկալի է Հայաստանում քիչ կմահաճ, զիջումների գնացող, խնդիրները իր հաշվին լուծող։ Աշխարհի համար կարևորը որ այդ հակասություններ, հակամարտություններ լուծվեն։ Կլուծվեն դրանք արդարության սկզբունքի հիման վրա, թե արդար չեն լինի, ինչ որ միազգի ու պետության կլինի, եթե դու համաձայն ես որպես պետություն դրան գնում ես, իրենց համար միևնույնն է։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են հայ ժողովրդի շահերի հաշվին գնան զիջումների եւ կայուն վիճակ, իրանք սա են ուզում։ Այս փուլում կարասեմ ինչու է այս փուլում։ Այս փուլում իրանց խնդիրն է հիմնականում ռուսական ազդեցության թուլացումը եւ եթե դուք նկատում եք քարոզչությունը իշխանության հենց այդ ոլորտում է, այ որ մենք չլինենք կգան պրոռուսական ուժերը, ռուսականի ազդեցությունը կմեծ, բայց իսկ ում ազդեցությունը Հայաստանի վրա մեծ։ Ձեր իշխանության օրոք մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից 2.5 անգամ շատացել է։ 17-18% էր արտանումը, հիմա 35-36 հատարել մեկ եւ այլն, այսինքն այդ ազդեցության, բայց իրանք կարողանում են դա ներկայացնել եւ այդ եթե ժողովրդին վախացնում են պատերազմով, արևմուտքին էլ վախացնում են այդ ռուսական ուժերով եւ այլն։ Հիբրիդային պատերազմ է։ Հազարեցև, հա, բաներ են ասում, սա են ասում։ Բայց այդպես էլ չհասկացանք ինչ է դա, ով է տանում հիբրիդային պատերազմը։ Հիմա դա այս վիճակում է։ Մենք ենք ուսակցություն, որ մեր եւ ընտրությունների եւ քաղաքական ծրագրի մեջ միակն ենք եղել, որ հստակ գրված է դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Մենք շարունակում ենք այդ տեսակետին մնալ։ Բայց քանի որ այսօր խնդիրը այդ արևմուտքի խնդիրն է Ռուսաստանի թուլացումն է, իսկ մենք ասել ենք, որ Ռուսաստանը թուլանում է եւ Ռուսաստանը գնացող է։ Այ գալու է պահը, մենք չգիտենք, այ հիմա կլինի թե բան, այ երբ որ բայց դա կախված է Իրան արևմուտք հարաբերություններից։ Հենց Իրան արևմուտք հարաբերությունները լավացան, այդ դեպքում արևմուտքի եւ Իսրայելի թիվ 1 ճշտամին դառնում է Թուրքիան։ Եվ եթե այսօր շահագրգռված են, որ Հայաստանում թրքահաճ իշխանություն լինի, որովհետեւ դա բերում է Ռուսաստանի թուլացման, այդ բայից ուզել են որ Հայաստանում լինի ազգային, ինչ որտեղ էլ ազգայնական իշխանություն, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ ռազմական բաղադրիչով եւ ինքնուրույն պետություն, որտեղ այդ պետությունը լինելու է իրենց համար դաշնակից, իրենց հիմնական ճշտամու դեմ։ Հիմա խնդիրն այն է, մենք իշխանով կդիմանանք մինչև այդ
ոնց որ օրերին հասնելը եւ ինչքանով դա մոտ կլինի, շատ այլ եմ ասում, դա արդեն արտաքին գործոններից է կախված, բայց ես հույս ունեմ, որ դա արագ է լինելու, այսինքն Իրանում իշխանապողություն պիտի լինի այս տարի։ Ինչ նկատի ունեք ավելի արևմտամետ ուժեր։ Իհարկե, իշխանվում արևմտամետ ուժեր, որը կբերի նրան, որ Ադրբեջանի ստրատեգիական կարևորությունը արևմուտքի եւ Իսրայելի համար կտրուկ կընկնի, որը կբերի նրան, որ իսրայելա-թուրքական հարաբերությունները կտրուկ կսրվեն, հատկապես Սիրիայում եւ այլն, որ նշանակում է Իսրայել-Իրան հարաբերությունները կսերտանան եւ կստեղծվի լուրջ առանցք ընդդեմ Թուրքիայի, որտեղ Թուրքիան հիմնական այսօր իսլամական, այսպես ասած, ծայրահեղականության աջակցողն է եւ շատ պաշտոնյաներ եւ ոչ պաշտոններ միանշանակ նշում են, որ Իրանից հետո հաջորդ իրավունք Թուրքիան է։ Հիմա այդ պարագային կրկնում եմ, եթե այսօր ամեն ինչ անում են, որ Թուրքիան ազդեցությունը կարողանա արտացել Հայաստանի վրայով դեպի Ադրբեջան եւ Միջին Ասիա, արդեն ինքը այդ կարևորությունը դադարելու է, հակառակն է, պետք է զսպել Թուրքիայի նկարտումները, հիմնական գործողները գետնի վրա լինելու են քրդերը, պետությունները այս բանի մեջ լինելու է Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը եւ պատահական չի այդ խնդրի ձևավորումը եւ այդտեղ այդ երրյակին շատ կարեւոր է, որ եթե ոչ ուղղակիորեն միացած, այլ գոնե այսպես աջակից լինի Հայաստանը։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, այս որ մեծ խոսում այս իշխանությունը մենք սա ենք անում, դուք ոչ բան չեք կարողանա, այլ մենք անում ենք։ Մենք ձևավորել էինք Հայաստան, Իրան, Հունաստան առանցք քաղաքական եւ ռազմական, մենք ձևավորել էինք Հայաստան, Իրան, Թուրքիա տնտեսական առանցք, որից գազի եւ նավթի խնդիրներով եւ այդ ամբողջը մենք արել էինք։ Այն ժամանակները, որ ամեն ինչի պակաս ուներ Հայաստանը, մեր եւ անգամ մեր դեսպանատները եւ մեր նախարարությունը թուղթ չունեին, որի վրա պրինտերով կարողանային որոշումը տպեին։ Իրանք մոռանում են, որ իրանք խիստ արտոնյալ վիճակում են, իրանք ասում են փողի պակաս չունեն։ Իսկ մենք ամեն ինչի պակաս ունենք 90-ականներից այդ, բայց կարողացել ենք այդ սղության մեջ երկիրը ոտի կանգնացնել եւ կորուստներ չունենալ։ Իսկ իրանք այս ամեն ինչով հանդերձ ամեն ինչ կորցրել են, հիմա ստորաքարշությամբ են զբաղվում։ Դուք հասկանում եք, խոսում են ինքնիշխանության պահպանում, մենք հասել ենք մի վիճակի, որտեղ քո տունը եկած հյուրին առանց Ալիևի կարծիքը հարցնելու դու չես կարող անգամ գիրք նվեր տաս, որտեվ ասում ես, չէ ինքը կնեղանա վատ կնկալի։ Ազատում են աշխատանքից, որում առանց թաքցնելու, որ հենց ինձ հրամանով է եղել։ Այո, հենց սա ցույց է տալիս ինչ ինքնիշխանության մասին այսինքն խոսքը եւ ամենուր այդ է։ Մենք տեսնում ենք դասագրքերը, մենք տեսնում ենք անվանափոխությունները, այդ ամբողջը տեսնում ենք, ելի եմ ասում, նրանք փորձում են բարեհաճություն գնեն, դա հնարավոր չէ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Պապյան։ Խնդրեմ։ Հարգելի աստղադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովրդավարական Բևեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինե Մուշեղյանն է, շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։